20 թվականի մարտի 28-ին հարցում եմ արել, տեղեկատվություն ստանալու համար դեռ մինչև այսօր չի եկել պատասխանը։ Հավանաբար սպասում եք 21 օրը լրանը, դուք չէ, էլի աշխատակազմի նկատի ունեմ, նոր ուղարկեն։ Այնինչ կարելի է այդ հարցին մեկ շաբաթում պատասխանել, որովհետև հարցմանս բնույթը, հիմա ասեմ երկու բառով, խոսքը վերաբերվում է Գարեգին Նժդե 56 աշենքին, դա հայտնի կանվորնու հանրակացարանն է։ Հարցում է արել եւ հարցումով ուզում է իմանալ այդ շենքին կարգավիճակի մասին, ուրեմն շենքին 17 թվականի տրվել է 17 թվականի կարծեմ հունիսին, 4-րդ կարգից տրվել է 3-րդ կարգ։ Նու այդ տարի փետրվարին տրվել է 4-րդ կարգ, հետո ամառը տրվել է իջացվել է 3-րդ կարգ դարել։ Ես ուզում եմ իմանալ ինչքան ժամանակով է տրվել այդ 4-րդ կարգը, 3-րդ կարգը կներեք, եւ այդ ժամկետը լրանալուց հետո ինչ որ բան ձեռնարկվել է, թե չէ, որ նորից կարգը նայվի կամ բնակիչների բնակարանի հարցը լուծվի։ Հիմա այդ բնակարան, այդ տարածքի, այդ շենքի բնակիչները, այնտեղ 8 հարկանի շենք է, մոտավորապես 200 տնտեսություն կա, մոտավորապես 600 հոգի եւ ավելի շենքում մարդ է ապրում։ Շենքը գտնվում է շատ աղետալի վիճակում։ 4-րդ կարգ, 5-րդ կարգ, ասենք այդ կարգի վատ վիճակում է գտնվում այդ շենքը, այսինքն շենքի որ հարկում էր, որ գտնվում ես, դրսի մեքենաների ընթացքը զգում ես, շենքը դղրդում է։ Չեմ ասում այդ սանիտարական վիճակը, որի ճահավոր է, այդ զուգարանները, ընդհանուր զուգարան անտանելի վիճակ է այդ զուգարանը։ Բնակարանների վիճակը 15 քառակուսի տան մեջ եւ քնում են այդ մարդիկ, նջացենյակա եւ խոհանոցն է, ու այդ տան մեջ 15 քառակուսի մեջ տեղավորվում են 6-7 հոգի մարդ։ Այնտեղ ընտանիք կա, որ ճանաչարմարել է ասել, բայց տատութոր իրար ծոց են քնում։ Ու այդ շենքի հարցը առ այսօր չի լուծվել, իդեպ դուք այդ շենք գնացել եք, այցելել եք 22 թվականի հոկտեմբերին, շենք չեք բարձրացել, բնակարաններում չեք եղել, երևի չեք տեսել, բայց խոսք եք տվել, որ այդ շենքի հարցը կլուծեք։ Ասել եք 3-րդ կարգ, 4-րդ կարգ, այդ շենքերի հարցը լուծելու ենք, բնակարաններով ապահովելու ենք։ Հիմա ես նաև իրանցից ունեմ ուրեմն ստորագրահավաք, այստեղ 100 ստորագրություն կա, 100 տնտեսության, էլի, ոչ թե 100 հոգու ուղղակի, այս մարդիկ խնդրում են, որ իրանց բնակարանային հարցը լուծվի, իրանց նորմալ մարդկային պայմաններով բնակարաններ տրվի, այդ բնակարաններում հնարավոր չի ապրել, այնտեղ լինում ես, նեղվում ես շատ ահավոր է տեղի վիճակը։ Սա առաջի հարցը, այսինքն ինչ է պատրաստվում արվի այս շենքի հետ, առաջիկա ժամանակներում պատասխանում եք այս շենքի ժողովրդին բնակարանի հարցը լուծել։ Երկրորդ հարցն էլ հնչեցրեք, պարոն Դանիելը։ Լավ։ Երկրորդ հարցս վերաբերվում է Կոմիտաս 53 հարցերում գործող շուկայի, Կոմիտասի շուկային, ուրեմն այդ շուկայում մենք ընդդեղից էլ ունենք ստորագրություններ, որոնք մարդիկ դիմել են մեզ, 150 եւ ավելի ստորագրություններ ունենք, ուրեմն այդ մարդկանց այս տարի գնացած կներեք։ Շարունակեք, պարոն Դանիելը։ Ուրեմն այդ մարդկանց մոտավորապես այս տարի ձմեռը փետրվարի, հիմա կոնկրետ ժամկետ չասեմ, գնացել ասել են, որ դուք դուրս եք գալու այդ տարածքից, այդ չգիտեմ, այդ շուկայի տեղը ինչ են ուզում կառուցեն կամ ուզում են վերանորոգեն, այդ մարդկանց ասել են պետքա դուրս գաք։ Ու այդ ժամկետը տրված է եղել մինչև ապրիլի 15-ը, բայց այսօր իմացա, որ այդ ժամկետը երկարացվել է մինչև մայիսի 30-ը, այնինչ իրանց պայմանագրերով իրանց ժամանակը լրանում է հունիսի 30-ին։ Հիմա հարցս ինչու՞մն է, այդ մարդիկ նախ խնդրել են, որ իրանց ողջամիտ ժամանակ տան, առնվազն իրանց պայմանագրով լրանալու այդ ժամկետը, նու առավելագույնն էլ 1-2 ամիս ավել, որպես իրանք կարողանան իրանց այդ ապրանքը իրացնեն, որտեղ ունե փչացող ապրանքներ կա եւ շատ մեծ գումարների ապրանքներ կա, ու նոր կարողանան իրանք տեղափոխվեն։ Արդյոք հնարավոր չի այդ մարդկանց ընդառաջել մինչև հունիսի 30-ը պայմանագրի, եթե հնարավոր է 1-2 ամիս ավել, որպեսզի այդ մարդիկ կարողանան եւ իրանց ապրանքը իրացնեն եւ իրենց համար հարմար տեղ գտնեն տեղափոխվելու համար, որովհետեւ
ձեր առաջարկած տարբերակներով մենք հարցում ենք արել, պատասխանել եք, որ ես ինչ տարածքներում տեղ կա առևտուր անելու համար, բայց ոչ բոլորին է հարմար լինելու այդ տարածքներում առևտուր անել, որովհետև փակ շուկա, կոմիտասի շուկան դա փակ տարածք է, իսկ ձեր առաջարկած տարբերակներում բացօթյա տարածքներ են, եւ ամեն մեկը չի որ այդ աշխատողներից այդ 150 քանի հոգի են, կգնան այդ տարածքներում կաշխատեն։ Խնդրանքը այդ մարդկանց եւ իմ ասելիքը նա է, որ այդ մարդկանց ժամանակ տակ, եթե կարողացել եք ապրիլի 15-ից մինչև մայիսի 30 ժամանակ տեղափոխել, եւս 2 ամիս ավել ժամանակ տակ, որպեսզի այդ մարդիկ իրենց այդ հարցը լուծեն եւ իրացում անեն եւ կարողանան այդ ընթացքում տեղ ճարել տեղափոխվեն։ Շնորհակալություն պարոն Դանելյան, վարչական շրջանի ղեկավարը հանդիպել է շուկայում առևտուր իրականացնող քաղաքացիների հետ եւ մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերել եւ իրենց հետ եւ այդ շուկայի տերերի հետ եւ որքան գիտեմ պլանավորվում է նաեւ եւս մի հանդիպում վաղը պարոն Գելեմեն 2 օրից Պարոն Ավինյան, 2 օրից դարձյալ հանդիպելու ենք ինչպես շուկայի ղեկավարության, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների հետ շուկայում գործող մինչև մայիսի 30-ը դա արդեն փաստ է։ Մենք կարողացել ենք երկարաձգել, հետագան երկարաձգելու հետ կապված ինձ թվում է լրացուցիչ բարակցությունների կարիք կա, որը որ պարոն Գեղամյան, ոչ թե անընդհատ երկարաձգելով խնդիրը չի լուծի, պետք է լուծում առաջարկել եւ իրատեսական այն հնարավոր տարբերակներից լուծումները, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, այսինքն անընդհատ խնդրեմը հետաձգելով դրանից լուծումը չենք ստանա։ Պարոն Ավինյան, վարչական ղեկավարի կողմից նաև տարածքներ են դիտարկվում, մենք մի քանի տեղ հանդիպել ենք, մի քանի։ Դե մինչև մայիսի 30-ը, այսօր ապրիլի 16-ն է, շատ ժամանակ կա։ Վերջնական հասկացեք տարածքները որն է, այդ մարդկանց ասեք, որ այս տարածքներում հնարավորությունը կա այսինչ ժամկետով իրականացնելու առևտուր եւ ըստ այդմ էլ որ եւ մարդկանց հարցը կարողանանք լուծել եւ կոպիտ ասած մյուս սեփականատիրոջ շահերն էլ անընդհատ տենց շատ չխախտենք։ Խնդիր չկա, ձեզ ընթացքի մասին տեղեկացնենք անում։ Պարոն Դանելյան, ինչ վերաբերում է 4 կարգի վթարային շենքերին, ուզում տեղեկացնել, որ մենք բարեհաջող իրականացրել ենք Արցախի նրբանցքի շենքերի բնակարանների լուծման հարցը եւ փաստացի այդտեղ արդեն գրեթե 60 ընտանիք, եթե չեմ սխալվում, պարոն Խաչատրյանը 57 ընտանիք 57 ընտանիք արդեն ստացել է կամ բնակարանի գնման վկայականներ կամ նոր բնակարաններ եւ այդտեղ արդեն մենք պլանավորում ենք իրականացնել քանդման աշխատանքներ այդ շենքերի Արզումանյան 10 եւ 17 շենքերի հետ կապված Արմեն Հարությունյանը արտագործ Ուրա Արմեն Հարություն գործողմանա Արոն Գրիգորյան դուք պետք է ուրեմն պատասխանեք Պարոն քաղաքապետ ընդհանուր առմամբ ասեմ, որ գիտեք, որ արդեն պայմանագրերի ծանոթացման գործընթացն է տեղի ունեցել, նաև պայմանագրում ձևակերպումը ավելացվել բնակիչների պնդման եւ մեր քննարկման, որպեսզի հետագան բնակարան տալու պարտավորությունը ամրագրվի, բայց իրենց շենքից դուրս գալու պայմաններում ավելի հստակ թվականակը պայմանագրերի կնքման եւ այլ աչքաչափով այս բանին չնշեմ, պարոն Հարությունյանը ավելի մանրամասն կարող է ներկայացնել, կարող ենք տրամադրել նաև աշխատանքային կարգով շարգել հավաքանու անդամին։ Պարոն Դանելյան, այս մասնավոր դեպքերը բարձրաձայնում եմ նրա համար, որպեսզի նախ հասկանանք, որ այդ գործընթացը տեղի է ունենում, երկրորդը հասկանանք, որ այդ գործընթացում, այսպես ասած, խնդիրների հաղթահարման ճանապարհով են գնում եւ պարոն Փամբողջյանը մասնավորապես համակարգային լուծման տարբերակով է զբաղվում եւ առհասարակ, այսպես ասած, ունիվերսալ 3-4 կարգի վթարային շենքերի համար թաղամասային տրամաբանության, որտեղ որ դա հնարավոր է, թաղամասային տրամաբանությամբ լուծումների, կառուցապատողների համար ավելի բարենպաստ պայմաններ իրավական բազա ստեղծելու ծրագրով է զբաղված եւ պարոն Փամբողջյան, կխնդրեմ դուք էլ շատ կարճ ներկայացնեք, թե ինչ եք անում եւ ուր եք հասել։ Շնորհակալություն, մենք նաև էկոնոմիկայի նախարարության հետ ենք քննարկում այդ հարցերը եւ բավականին արդեն մոտ ենք լուծումներ գտնելու եւ լուծումներ առաջարկելուն, որը որ կլինի արդեն կոնցեպտուալ լուծումներ, այսպես կոչված մեր ռենովացիոն ծրագիրը ունենալու համար։
Շնորհակալություն։ Իսկ մասնավորապես, պարոն Դանելյան, դա նաև ենթադրելու է իրավական այնպիսի լուծումներ, ինչպիսին է օրինակի համար եմ ասում, իհարկե վերջնական փաստաթուղթ չեմ կարող ասել, բայց օրինակի համար կառուցապատողներին որոշակի արտոնություններ տալուն, ինչպես օրինակ եկամտային հարկի տրամաբանություններ ասում, եթե այդ կառուցապատումները իրականացվում են վթարային շենքերի փոխարեն եւ նաեւ կառուցապատողը որոշակի սոցիալական բեռ է իր վրա վերցնում տվյալ շենքի բնակիչների խնդիրները լուծելու տեսանկյունից այդտեղ այսպես ասած պետք է գտնենք այն ոսկե միջինը, որը որ հնարավորություն կտա եւ մեր որոշակի գործիքների կիրառմամբ եւ սոցիալական այդ բեռը կառուցապատողների վրա դնելով, բայց նաեւ որոշ այլ տեղեր իրենց արտոնություններ տալով այդ ոսկե միջինը պետք է գտնենք, որով որ կշահագրգռենք նաև այս տեսակ ծրագրերին մասնակցությունը եւ հետագայում նման ծրագրերը կարծում եմ իրականացվելու են որոշակի լոտերի տրամաբանությամբ, այսինքն կլինեն տենց տարբեր ծրագրեր քաղաքապետարանի կողմից կառուցապատման, որոնք վերաբերում են մասնավորապես երրորդ կարգի վթարային շենքերի կամ դրանց հարակից թաղամասերի վերակառուցման, որտեղ որ կտրվեն արտոնությունների փաթեթներ, կդրվի նաև որոշակի այդ բնակիչների միջնաժամկետ եւ երկարաժամկետ բնակարանային խնդիրների լուծման հարցը, օրինակի համար ասեմ, Արզումանյան 10-17-ում պայմանային է, որ կառուցապատողը 2 տարի շարունակ ֆինանսավորում է բնակիչներին վարձակալության վճարները եւ դրանից հետո կառուցվող շենքում, որը որ կկառուցվելու է հին վթարային շենքի փոխարեն, տրամադրում է բնակարաններ։ Իհարկե, այդպես փորձերն էլ ենք ուսումնասիրում տարբեր երկրներում, ինչ է իրականացվել։ Հիմա մենք այդ ռենովացիայի օրենքի հիմնարար բազան ենք ստեղծում եւ կարծում եմ արդեն այդ օրենքի շրջանակներում ենք կարողանալու անդրադառնալ հետագա շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանը, բայց մասնավոր այս դեպքերով որոշակի հաջողություններ ունենք գրանցած եւ սա հիմք է հանդիսանալու այդ օրենքի համար եւ շատ կարճ պարոն Գրիգորյան Պարոն քաղաքապետ, ուղղակի որպեսզի ամբողջությամբ ճշգրիտ լինի տեղեկատվությունը, Արզումանյանի դեպքում այո 2 տարվա ընթացքում է նախատեսվում, բայց ամեն դեպքում պարտավորությունը ստանձնում է մինչև բնակարանների հանձնումը այդ վարձակալության գումարները տրամադրել, այսինքն եթե անգամ ինչ-ինչ պատճառներով ձգվեն աշխատանքները, որը իհարկե չի նախատեսվում, որ այդպես կլինի, այդ պարտավորությունը ստանձնված է, որպեսզի 2 տարին լրացուցիչ անհանգստության հիմք չհարուցի հանգած բնակիչների մոտ էլի ասեցի ճշգրիտ արձագանք Պարոն Ավինյան, ուրեմն նախ շուկայի հետ կապված, եթե հանդիպելու է վարչական շրջանի ղեկավարը, էլի այդ մարդկանց խնդրանքը փոխանցեն, որ հունիսի 30-ին է լրանում պայմանագիրը, առնվազն հունիսի 30-ը պահպանվի, հակառակ դեպքում կարծեմ դա օրենքի խախտում առնելու չէ, օրենքի չէ, այսինքն պայմանագրային պարտավորությունների դա մեկ թե ավելի ինչքան ժամանակ կտակ արդեն դա էլ պայմանավորվելու հարց է եւ այդ շենքի հետ կապված Գարեգին Նժդե 56-ի դուք որ այցելել եք 22 թվականի հոկտեմբերին փոխքաղաքապետ եք եղել այդ ժամանակ ասել եք որ Արցախի նրբանցքի այդ շենքի հանրակացարանի հարցը լուծելուց հետո ձեր հարցն եք լուծելու ես ինչքան հիշում եմ այդ հանրակացարանի հարցը լուծվել է չէ այդ բանի Արցախի նրբանցքի հիմա այդ մարդիկ ինչ են ուզում որ իրանց հարցը այս անգամ չլուծվի ոնց որ նախկինում նախ անտեսվի, ոնց որ ասենք 22 թվականին պետքա գնային այդ 4-րդ կարգից 3-րդ կարգ դարձնելուց հետո նորից վերանայեին, անտեսվելա չի գնացվել եւ գնալու դեպքում նորից ինչ որ փոքր աշխատանքներ չարվի, ասեն ստեցվեմենտ եք լծվել, ամրացրել ենք, ձեր կարգը նորից դարձնում ենք 3-րդ, սպասեք եւս, չգիտեմ, 3 կամ 4 տարի կամ 5 տարի, որ հաջորդ ժամկետը գա։ Այդ մարդիկ կոնկրետ ուզում են իրանց բնակարանի հարց լուծվի եւ ոչ թե շենքը ամրապնդվի կամ ամրակայվի։ Շնորհակալ եմ, պարոն Դանելյան։ Ես կներեք ավարտում եմ, ես ստորագրությունները մոտս է, պատրաստ եմ այս ստորագրությունները փոխանցել ձեզ։ Փոխանցեք։ Որտեղ այդ մարդիկ իրանց պահանջը ներկայացրել են եւ նորից եմ կրկնում, ուղիղ 100 ստորագրություն կա, ավելի կլիներ ժամկետի մեջ շենք տեղավորվել, թե չէ ավելի մարդ կստորագրեր։ Նորից եմ կրկնում, այդտեղ բնակվելը
այդ շենքում եթե լինեք տեսնեք, միջանցքում կլինի թե բնակարանում էլ ասում են, դա բնակարան չէ, էլի ամոթ էլ է բնակարան ասելը, այդ տուալետները ընդհանուր, այդ ոչ մարդիկ նույնիսկ այդ մարդիկ խնդրել են ձեր այդ հանդիպում կազմակերպեն, գան հանդիպեն փոքր դելեգացիայով, նկարագրեն վիճակը ոնց է։ Այդ մարդիկ խնդրել են կոնկրետ ժամկետներում իրենց հարցը լուծել։ Հիմա հարցս արձագանքի տեսքով հետեւյալն է։ Բան դառնալ արձագանքի համար 1 րոպե կա։ Վերացավ, ես էլ ասելիքս վերջացրեցի, ես ասելս նա է։ Դուք ինչքան ժամանակ եք ասում կամ կոնկրետ ժամկետ ասում եք, որ այդքան ժամկետում այդ շենքի հարցը կլուծվի։ Պարոն Դանելյան, ուրեմն Երևան քաղաքում մոտ 13-4 կարգի վթարայնության շենքեր կան, մոտ 120 երրորդ կարգի վթարայնության շենքեր կան, եւ անկեղծ ասած ինձ համար որքան կարևոր են Արցախի ներփանցքի բնակիչները, այնքան կարևոր են Արձումանյան 10-17-ի բնակիչները, նույնքան կարևոր են Գարեգին Նժդեհի 56-ի բնակիչները եւ բոլոր այն բնակիչները, ովքեր ունեն այդ բնակարաններում բնակվելու անվտանգային խնդիր եւ իրականում Երևանի քաղաքապետարանը այս իրավասությունները որպես այդպիսին չուներ։ Սա եղել է մեր նախաձեռնությունը 2022 թվականի սեպտեմբերից սկսած եւ այդ նախաձեռնությունը մենք ուզում ենք ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա դնենք եւ հետեւապես դա կլինի Գարեգին Նժդեհի 56-ան, թե օրինակ Ֆուչիկի մեր 4 կարգի վթարայինների բնակիչները, իրանք բոլորն են, եթե 4 կարգա, իրանք վստահաբար մեր վարչությունը քննարկում է իրանց հարցը։ Ամենայն հավանականությամբ Գարեգին Նժդեհի 56-ան 3-րդ կարգա, որովհետև ես չեմ հիշում 4 կարգում նրանց անվանացանկը, բայց այնուամենայնիվ 4 կարգի բոլոր շենքերի հարցերը լուծելուց հետո մենք անցնելու ենք 3-րդ կարգի շենքերի խնդիրների լուծմանը։ Պարոն Ավինյան, 3-րդ կարգ տվել է 17 թվականին, այսինքն 4 կամ 5 տարի հետո լրացել է այդ ժամկետը։ Եկեք ավելի, եթե ուզում եք մանրամասները իմանալ, աշխատանքային կարգով պարոն Վահան Խաչատրյանին դիմեք, ինքը ամբողջական ձեզ այս process-ի վերաբերյալ ժամկետը լրացել է կարգավորտողներն, ես ասել եմ դա է։ Էլի մի րոպե կներեք, էլի։ Այո, մենք գիտենք, որ բազմաթիվ նման շենքեր կան եւ ինստիտուցիոնալ լուծումներ ենք տալիս։ Ինչա թե այդ բնակիչները հնարավորություն ունեցել են ձեզ դիմելու, դուք նրանց հարցը բարձրաձայնում եք, նույն Ֆուչիկի կամ Մարգարյան 2-ի բնակիչների հարցը ավելի նվազ ռիսկային ու վտանգավոր չի դառնում դրանից եւ հետեւապես մենք ուզում ենք բոլորի խնդիրը լուծել։ Հետեւապես եկեք այս առաջնահերթությունները, եթե ձեզ հետաքրքիր է ինչի է այս տրամաբանությունը արվում, այն որը որ ավելի ռիսկային է, ուղղակի առաջնահերթ դրանց ենք անդրադառնում, հետո նոր 3-րդ կարգին։ Շատ լավ, ժամկետ ասում եք Պարոն Դանելյան, Ո՞ն է ժամկետ ասում եք։ Պարոն Դանելյան, ես հետեւյալը կարող եմ ասել, այս քանի որ փորձը ցույց է տալիս, որ այս հարցերը բավականին ժամանակատար են լինում եւ էներգիա գնում եւ բնակիչները շատ դեպքերում չեն համաձայնում այդ վտանգավոր շենքերից դուրս գալ եւ իրենց այսպես ասած հավելյալ երաշխիքներ են պետք լինելու ինստիտուցիոնալ լուծումների մեջ է մեր ճանապարհը եւ այն գործընթացը որ իրականացնում է պարոն Փամբողջյանը այդ գործընթացի վերաբերյալ խնդրում եմ տեղեկատվությունը ստացեք գրավոր հարցմանն է խնդրում եմ պարոն Դանելյանի շուտ պատասխանեք Տիկին Վարդանյան հնարավորինս արեք որպեսզի տեղեկացված լինի եւ բնակիչների հետ կարողանա ճիշտ կոմունիկացնի